Գյուղի կարևոր եւ հետաքրքիր վայրերից է համարվում Քարայր կացարանը։ Էրը։ Հիմա եկեք միասին կբացահայտենք այն։ Ըստ մեծահասակների տվյալների գյուղի բնակիչ Սարգիս Պետրոսյանը շատ ժամանակ առաջ այստեղ հողամաս է վարձակալել եւ այգի գցել։ Հիմա այստեղ կարող ենք տեսնել հենց այդ այգին, որը ցավոք այս պահին ոչ մի այդպիսի ծառ չկա։ Եվ հենց այս այգու կողքին էլ այս Քարայր կացարանն է։ Ասում է, որ նա տուն չի ունեցել բնակության համար եւ բաղով եւ ոչ մի ուրիշ այլ գործիքով ինքը փորել է եւ արդեն այստեղ բնակություն է հաստատել։ Նրանք շուտով սկսել են այդտեղ բնակվել, կացարանը ունեցել է 2 սենյակ, մեկը ծառայել է անասնագոմ, մյուսը բնակիչների համար կացարան։ Այս վայրը հետագայում ծառայել է միայն որպես անասնագոմ։ Կացարանը բնակելի է եղել մինչև 1941 թվականը եւ հիմա ցավոք մի քիչ անմխիթար վիճակում է գտնվում այս տարածքը, բայց իհարկե մենք կարող ենք հիմա փորձել ներս մտնել եւ արդեն ցույց տալ, հա։ Ինչպես տեսնում եք, այստեղ բաժանում կա, այսպես եւ կարող ենք ասել, որ այսպես բաժանված է 2 մասի եւ ինչպես ասեցի, մեկ մասը օգտագործել են որպես անասնագոմ, իսկ մյուս մասը արդեն որպես կացարան, հա, մնալու վայր եւ այն այնտեղ ինչ որ մի հատ այսպես փոքր տարածք կա։ Հիմա կփորձենք մաքսիմալ մոտեցնել, հա, եւ նաեւ այս մասը նույնպես նկարել։ Մենք մի քիչ ավելի ներս եկանք եւ այստեղ նույնպես այսպես փոքրիկ տարածք կա։ Հիմա ես լույսը կպահեմ եւ սա էլ կնկարենք արդեն։ Քարայր կացարանը էրը գոյություն ունի մոտ 1 դար եւ մեծ նշանակություն ունի մեր գյուղի եւ մեր գյուղացիների համար։